Ըստ Մաղաքի արքեպիսկոպոս Օրմանյանի, միջին քանոնը տրվում է մեծ սպասը կիսող անիրավ դատավորին հաջորդող չորեքշաբթի օրվան։ Միջինքը մեծ պահքի 4-րդ չորեքշաբթին է կամ 24-րդ օրն է։ Այս տարի այն հանդիպում է մարտի 26-ին։ Հայաստանի որոշ շրջաններում միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ լցնում են ջուր եւ ձեթ եւ նրա մեջ վառում են խաչաձև պատրույկը։ Դա կոչվում է լիճք։ Առավոտյան ջուրը հավասարաչափ բաժանում են ներկաների միջև, որը խառնելով խմորին ստանում ենք միջինքի բաղարջը։ Միջինքի գաթան պատրաստում են ձեթով, ալյուրով, շաքարավազով, մեղրով եւ զարդարում են ընկույզով եւ չամիչով։ Կերել են նաեւ ձեթով խավից հալվա։ Միջինքը որպես տոն ամրագրված չէ, սակայն հայկական ավանդական ընտանիքներում այն տոնում են որպես շատ գեղեցիկ ծիսաշարով։ Միջինքի օրը ընտանիքներում տան տիկինները բաղարջից պատրաստում են պահոց գաթա կամ կուտապ, որի մեջ դնում են մետաղադրամ, ուլունք, փայտից խաչ, եփված լոբի կամ սիսեր։ Հավատում են, թե ում բաժին ընկնի դա, ապա ամբողջ տարվա ընթացքում նա հաջողությունների առաջ կկանգնի։ Իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, ապա հաջողությունն ամբողջ ընտանիքինն է։ Հետաքրքրական է նաև միջինքի կտրելու ծեսը։ Երեկոյան ընտանիքի ամենամեծը ընտանիքի փոքրի մեջքին դնելով գաթան կտրում է այն եւ բաժանում ընտանիքի անդամներին, նույնիսկ ընտանի կենդանիներին եւ հողին։ Նաև որոշ շրջաններում նշանված երիտասարդի տնից որպես նվեր հարսին ուղարկում են ձեթից պատրաստված գաթաներ եւ գինի։ Այդ օրը հողագործներն այցելում են իրենց արտերը ստուգելու ծլարձակած բերքի վիճակը, որով ողջունում են եւ ավետում գարունը եւ ասում. աշխարհին լույս տալու եկողը թող քեզ էլ լիություն տա։ Ինչպես ավետարանն է պատվիրում, ուտողը թող չանգոսնի չուտողին եւ փոխադարձաբար չուտողը թող չքննադատի ուտողին։ Թող յուրաքանչյուր ոք իր միտքը հաճեցնի։ Եվ որ ամենագլխավորն է, ում մեծ պահքի կարևոր խորհուրդն է, բոլորը զբաղվեն ինքնակննությամբ, զղջան եւ բարի գործեր անեն, քանի որ առանց դրա պահեցողությունը իմաստ չի կարող ունենալ։ Փառք քեզ Տեր, փառք քեզ փառած Թագավոր, որ տվեցիր մեզ ուրախության կերակուր եւ քո ամենաբավ ողորմության լիությամբ լցրեցիր մեր սրտերը։ Այժմ լցրում ես նաեւ քո Սուրբ Հոգով, որպեսզի ընդունելի լինենք քո առաջ եւ ոչ ամոթահար։ Քանզի դու գալիս ես եւ հատուցում յուրաքանչյուրին ըստ իր գործերի, եւ քեզ վայելել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն։